Հայտնի փաստ է, որ ժամանակավոր կառավարիչը բազմաթիվ մասնագետների ազատել է աշխատանքից, նրանց մի մասը փորձում են իրենց իրավունքները դատական կարգով վերականգնել։ Կա արդյոք վիճակագրություն, քանիսն են հաղթել դատարանում, քանիսն են դիմել եւ քանիսն են հաղթել, ունենք նման վիճակագրություն։ Մենք հարցում արել ենք ընդհանրապես աշխատանքի պայմանագրերը լուծելու հիմքերի ձևերի մասով բավականին մեծ քանակությամբ կարող է սխալ մտաբերեմ, էլի, բայց ասենք 500-ի չափ տես թիվ էր արձանագրված դադարել են, աշխատանքային պայմանագրերը մի մասը իրենց դիմումները տարբեր են, մի մասին աշխատանքից հեռացրել են, ստատիստիկա չեն վարում, որովհետև այս գործի քննության համար էական նշանակություն չունի, հետագայում կարող էական նշանակություն ունենա օրինակ վնասի հատուցման հարց քննարկելու համար, երբ որ դատական գործընթացները ունենան որոշակի արդյունք։ Ապօրինի հեռացված անձանց մեկն է կարող համապատասխանաբար գիտեմ, որ թվերը տասնյակներ են, բայց կոնկրետ թվեր, որոնք են, ինչ թվերով չեմ ուսումնասիրել, ուզում եմ այստեղ էլ պարզ լինի, որպես փաստաբան ներկայացնում եմ ճիշտ տաշիր կապիտալի բաժնետիրոջը, բայց տվյալ դեպքում տվյալ ներկայացությունը պայմանավորված է նաև հեծի շահերի պաշտպանությամբ, որովհետև վերջի վերջո քննարկման առարկա է դառնում ոչ թե բացառապես ներդրողի, այլ հեծի լիցենզիայի վերականգնման հարցը, հա, որովհետև հենց դրանով է պայմանավորված մեր ներկայացությունը տվյալ գործընթացում։ Իհարկե սա չի բացառում նաև տաշիր կապիտալի իրավունքների պաշտպանությունը հետագա գործընթացներում, ասենք կլինի միջազգային գործընթացներ, թե դա կլինի այդ հանրային գերակաշահի կամ ինչ-որ պրոցեսների, որտեղ կամ մի քանի դատական գործընթացներ այդտեղ են։ Եվ տվյալ լույսի ներքո ակնհայտ է, որ մենք ներկայացնում ենք հենց ոնց որ իրավական տեսակետից ընդդեմ հեծի հանդես գալու ոնց որ եթե ինչ վերաբերվում այս վարույթին գործընթաց չունենք։ Համապատասխանաբար այս լույսի ներքո մենք չենք էլ վարել, չենք նայել, հետագայում եթե խնդիր առաջանա ժամանակավոր կառավարչի կողմից պատճառած վնասի փոխհատուցման խնդիր, ընդ որում ուզում եմ ուշադրություն հրավիրեմ բոլոր քաղաքացիներին, դա քաղաքացիների գրպանից գնացող փոխհատուցում է լինելու, որովհետև օրենքում գրել են, որ այդ ամբողջը փոխհատուցվելու է ոչ պատշաճ վարչահարությամբ հասցված վնասի լույսի ներքո։ Սա կրկին ցույց է տալիս, որ մոտավորապես պատասխանատվություն չվերցնելով բարձր աշխատավարձ ստանալու դաշտում գործող անձինք ունենք, ի տարբերություն ընկերության տնօրենի, ով որ ստանում է աշխատավարձ եւ գիտի, որ ինքը պատասխանատու է բաժնետերերի իրավունքների պաշտպանության եւ բաժնետերերին ներկայացնելու համար։ Այսինքն ժամանակավոր կառավարիչը ստացել է բոլոր իրավասությունը, գործում է առանց որևէ կաշկանդվածության, բայց ունի տնօրենի աշխատավարձ։ Ուզում եմ ֆիքսեմ, որ դատական մի շարք գործեր կան, որտեղ հենց տնօրենի աշխատավարձի բարձրությամբ է պայմանավորված տնօրենի ֆիդուցիար պարտավորությունը, որ տնօրենը պարտավորություն է կրում հենց բաժնետերերի, ընկերության լավագույն շահով առաջնորդվելու, ինչը տվյալ դեպքում չկա ժամանակավոր կառավարչի հետ կապված։ Հետևաբար ստատիստիկա չունեմ, բայց գիտեմ, որ կան տասնյակից ավելի հաստատ թվեր լսել եմ 30-40, բայց չեմ ստուգել, որ ասեմ ճիշտ են թե չէ։ Երկու բառ ուղղակի ասեմ, կոնկրետ իմ որոշման հետ կապված որոշումը դատարանը որ տվել է, այնտեղ մի արտահայտություն է այսպես գրել, որ կա ճգնաժամ իմ եւ ժամանակավոր կառավարչի հարաբերություններում։ Նախ առաջինը ժամանակավոր կառավարիչ արտահայտությունը արդեն ենթադրում է, որ նա ժամանակավոր է։ Ես այդտեղ 20 տարի աշխատում եմ։ Եվ երկրորդը, այսինքն նա ժամանակավոր է, նա պետք է գնալ ու այնտեղ հստակ ֆիքսել է, որ սխալ է ազատվել, բայց չեմ վերականգնվում, որովհետև ճգնաժամ կա աշխատանքայինով։ Այսինքն դատարանը ֆիքսում է, որ Դավիթ Ղազինյանը եւ տասնյակ այլ մարդիկ այս պայմանությամբ ազատվել են սխալ, այսինքն հրամանը եղել է ոչ իրավաչափ, ոչ օրինական, բայց նաեւ փոխհատուցում է տալիս։ Եվ դա վերաբերում է բավականին մեծ թվերին։ Պարոն Օրբելյանը նշեց, հավատացած եղեք, հիմա ուղղակի այս փուլերը որ անցնի, կոնկրետ իմը շատ մեծ գումար է, թույլ տվեք այս պայն չհայտարարեմ, ընդհանրապես հաշվի առնելով որ ղեկավար անձնակազմն է ազատվել աշխատանքից, բնականաբար աշխատավարձերը ավելի բարձր են։ Խոսքը վերաբերվում է շատ մեծ գումարների, կգա օրը մենք կհայտարարենք, այդ արդեն սեփականատիրոջ այսպես միջոցներից չի գնալու, դա գնալու է կոնկրետ սակագնի մեր, այսինքն ինչ-որ մի բան չի կատարվելու, ներդրումային ծրագրով կլինի, ոնց կլինի, որի արդյունքում պետք է դատարանի որոշումը փոխհատուցվի։ Հիմա այստեղ եկել են ասում են, չգիտեմ, ինչ-որ որոշ գումար մենք տնտեսել ենք, չգիտեմ, այս չեն կարել, բայց ընդհանրապես մի գրչով իրենց քաղաքական ամբիցիաները այսպես
բավարարելու համար մի գրչով ազատել են օրինակ ինձ, դատարանը ֆիքսել է, որ օրինաչափ չէ հրամանա եւ տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար։ Հիմա արդեն ժողովուրդը գնահատի ինչ։ Ընդ որում հետագա գործընթացները կարող են նաև անհատական պատասխանատվության խնդիր բարձրացնել, օրինակ դիտավորյալ գործողությունների դեպքում։ Սա պետք է արդեն գնահատման առարկա դառնա, վերաքննիչով գործը կհաղթենք, հետո կսկսենք արդեն մնացածը քննարկենք։